Մոսկվան վերջապես բարձրաձայն ասաց այն, ինչ սովորաբար թաքցնում էր։ Հայաստանը պետք է թույլտվություն հարցներ։ Մարիա Զախարովան ասաց, թե Հայաստանի ղեկավարությունը Մոսկվայում խոստացել էր Ռուսաստանի դեմ քայլեր չանել։ Հետո Երևանը հյուրընկալեց Եվրոպային։ Հայաստանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Դրան հետևեց Հայաստան ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Մակրոնը եկավ պետական այցով։ Կոշտան և ֆոն դեր Լայենը եկան կապուղիների, էներգետիկայի, տրանսպորտի, թվային կապի և մինչև 2,5 միլիարդ եվրոյի Global Gateway ներդրումային փաթեթի օրակարգով։ ԵՄ նաև մասնագետներ ուղղар է ուղարկում, որ Հայաստանին օգնի հակազդել ռուսական քարոզչությանը, կիբերհարձակումներին և ընտրական միջամտությանը։ Եվ Մոսկվան սա անվանում է խախտված խոստում։ Ոչ որովհետև Հայաստանը հարձակվել է Ռուսաստանի վրա, ոչ որովհետև Հայաստանը փակել է սահմանը, ոչ որովհետև Հայաստանը լքել է տարածաշրջանը, այլ որովհետև Հայաստանը խոսել է Եվրոպայի հետ առանց Մոսկվայի թույլտվության։ Սա է ամբողջ սկանդալը։ Ռուսաստանը հայկական դիվանագիտությունը դիվանագիտություն չի ընկալում է որպես անհնազանդություն։ Երբ Զախարովան ասում է «դուք խոստացել էիք», հայերը պետք է հարցնեն «ինչ էինք խոստացել և ում»։ Երբ Ֆանից անկախ, երկիրը պետք է հավատարմության երթուն տա Ռուսաստանին Եվրոպայի հետ հանդիպելուց առաջ։ Սա միայն Երևանի մեկ գագաթնաժողովի մասին չէ,